Mesdames, Messieurs, chers amis, Սիրելի բարեկամներ, բարև ձեզ։ Ստրասբուրգ և Վանաձոր քաղաքների միջև հաստատված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Վանաձոր համայնքում կայացավ միջազգային ֆորում, որը նպատակ ունի խթանել գենդերային հավասարությունն ու կանանց իրավունքների պաշտպանությունը, հաշվի առնելով նաև երիտասարդության հետ կապված հարցերը։ Ծրագրում կար նաև մենթորության բաղադրիչ։ 4 երիտասարդ աղջիկներ Հայաստանից եւ հիմնականում Վանաձորից, Գյումրիից եւ 4 երիտասարդ աղջիկներ Ստրասբուրգից կարողանում են մենթորության ծրագրին մասնակցել եւ որտեղ մենթորներ հանդես են գալիս փոխադարձաբար Վանաձորի ավելի փորձառու կանայք երիտասարդ Ստրասբուրգի աղջիկների համար եւ հակառակը։ Այս ծրագրի ընթացքում նրանք անցնում են որոշակի նաև կարողությունների զարգացման գործընթաց, բայց հնարավորություն են ունենում փորձառու մենթորներից սովորելու եւ ամենօրյա կամ միգուցե հաճախակի յուրաքանչյուր կարիքի դեպքում ունենալու այդ ուղղորդումը ավելի փորձառու կանանց կողմից։ Ֆորումը նվիրված էր կանանց միջազգային օրվան եւ կրում էր խորհրդանշական Մելինե անունը՝ ի պատիվ հայուհի Մելինե Մանուշյանի, ով ֆաշիզմի դեմ դիմադրության եւ նվիրված կնոջ կերպար է։ Ֆորումի բովանդակային առանցքը կազմում էր 2 պանելային քննարկում, որոնցից առաջինը անդրադարձավ կանանց առաջնորդությանը եւ ղեկավար պաշտոններ զբաղեցնելու ճանապարհին հանդիպող խոչընդոտներին, իսկ երկրորդը վերլուծում էր կանանց իրավունքների ոլորտում առկա նվաճումներն ու առաջիկա ուղին։ Մասնակիցները կանայք են, ովքեր տարբեր ոլորտներում ունեն տարբեր հաջողություններ, կանայք, որոնք հետաքրքրված են, կանայք, որոնք աշխատում են կանանց հետ, ավելի փորձելով լուծելու կարիքները, պաշտպանելու իրավունքները կամ օգնելու, որ իրենք ավելի զորեղանան։ Ամենալավ սովորելու ձևը կարծում եմ հենց լավ փորձը տեսնելն է, այլ լավ օրինակներն ունենալն է։ Այս հաջող փորձերի ներկայացման նպատակը հենց դա է, որ ազդեցություն ունենանք կանանց վրա, որոնք քիչ թե շատ կասկածում են, որ իրենք կարող են այն ինչ որ պլանավորել են, վստահ լինեն, որ կկարողանան։ Օրվա կարևորագույն մասն էր կազմում նաև թեմատիկ ներկայացման դիտումը, որը կոչվում էր Մարի։ Այն հիմնված է իրական պատմությունների վրա եւ վեր է հանում կանանց առջև ծառացած սոցիալական մարտահրավերները։ Ծրագիրն իրականացվում է ֆրանս-հայկական ապակենտրոնացված համագործակցության Ստրասբուրգ-Վանաձոր գործընկերության շրջանակում գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, այդ թվում կանանց իրավունքների տուն հասարակական կազմակերպության եւ ՀԿ կենտրոն քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպությունը։ Ծրագիրը համաֆինանսավորվում է Ֆրանսիայի, Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարության կողմից։ Աշխեն Սուքեսյան, Հայկ Վարդանյան, թղթապանակ։